սուրբ և զորավոր անվանը Հիսուս, մեծարված ես իմ Տեր հավիտյան։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան։ Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար։ Տերը հոգում է կարիքներս, իր մեծ օրությամբ և հարգիլիությամբ, նա փայլում է ինձ վրա և որդում է անդադար, նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, հոգ է տանում, Տերը հոգում է կարիքներս, իր մեծ օրությամբ և հարգիլիությամբ, նա փայլում է ինձ վրա և որդում է անդադար, նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, հոգ է տանում, Եհովա Իրե, իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, Եհովա Իրե, իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ ամեն ժամանակ։ Եհովա Իրե, իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, Եհովա Իրե, իմ Աստվածն է, որ հոգ է տանում ինձ։ Տերը բացում է փակներները, իր մեծ օրությամբ և հարգիլիությամբ, նա փայլում է ինձ վրա և որդում է անդադար, նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, հոգ է տանում ինձ համար։ Տերը բացում է փակներները, իր մեծ օրությամբ և հարգիլիությամբ, նա փայլում է ինձ վրա և որդում է անդադար, նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, հոգ է տանում։ Տերը հոգում է կարիքներս, իր մեծ օրությամբ և հարգիլիությամբ, նա փայլում է ինձ վրա և որդում է անդադար, նա հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, հոգ է տանում ինձ համար ամեն վայրկյան, հոգ է տանում ինձ համար։ Հալելույա Տեր, դու հոգում ես մեր կարիքները, փառք, պատիվ և մեծարան քեզ իմ Աստված։ Դու բարի և ողորմած Աստված ես Հիսուս, և մենք մեծարում ենք քո փառավոր անունին Տեր։ Դու ինձ հայտնել ես քո սուրբ ճամփան, քո սերամեծ ու անսահման, ինձ պատկերվել ես կյանքավեր,
շատ անգամ առաջնորդել ես ինձ գոտում Եվ ինձ դարձրել տաս հրճակի ողջ սրտով Ով դեր կորտնել քեզ քանի դեռ կա Դու ինձ թրկել ես շատ անգամ առաջնորդել ես ինձ գոտում Ու ինձ դարձրել տանսյուն Ու ինձ դարձրել տանսյուն Հալելույա իմ Հալելույա 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 Գոստանքը քեզ իմ Հալելույա 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 Ամեն ժամանակի մեջ Հալելույա 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 Փառք ես իմ Տեր Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ով իմ Աստված Ինչ մեծ ես դու Եվ հրաշագործ Զորություն տվող Եվ բժշկող Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ով իմ Աստված Ինչ մեծ ես դու Եվ հրաշագործ Զորություն տվող Եվ բժշկող Ով կանչի քեզ ով իմ Տեր կփրկվի Ով կանչի քեզ ով իմ Տեր կբժշկվի Ով կանչի քեզ ով իմ Տեր կազատագրվի Ինչ մեծ ես իմ Տեր Կանչում ենք քեզ իմ Տեր Ով կանչի քեզ ով իմ Տեր կփրկվի Ով կանչի քեզ ով իմ Տեր կբժշկվի Ով կանչի քեզ ով իմ Տեր կազատագրվի Ինչ մեծ ես դու իմ Տեր Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ով իմ Աստված Ինչ մեծ ես
քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի քեզ եմ նվիրում սիրտը քեզ եմ ծայրում կյանքը քեզ եմ նվիրում սիրտը քեզ եմ ծայրում կյանքը արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի Բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի իմ կյանքում Բարի հաճելի կատարյալ քո կամքը թող լինի իմ կյանքում արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում քեզ եմ նվիրում քեզ եմ նվիրում սիրտը քեզ եմ ծայրում կյանքը միայն քեզ քեզ եմ նվիրում սիրտը քեզ եմ ծայրում կյանքը արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է իմ կյանքում քեզ եմ ծայրում ամբողջովի արայն ինչ ուզում ես արայն ինչ քո կամքն է Ընծայվեք սիրելիներս, ընծայվեք, բոլորը, ընծայեք ձեզ Աստծուն, թող ինքը կատար իր կամքը ձեր կյանքում, թող փառավորվի մեր Տերը, Հիսուս, Բարձրյալ Աստծո գալիս են քո սուրբ գայի առաջ, օրհնում են քո էությունը, քո փառքի ու ողորմության համար Տեր, դու արժան ես փառքի պատվի Տեր ջան, շնորհակալ եմ այսօրվա համար,
Շնորհակալ եմ, որ այս օրը բարգեւել ես մեզ, Տեր։ Մենք քնել ենք, արթնացել ենք, քո լույսը տեսել ենք, Տեր։ Ասել ենք բարի լույս Հիսուս։ Շնորհակալ ենք, Տեր, այսօրվա օրը ստեղծելու համար։ Ու մենք այսօր քո տան մեջ ենք, ու մենք ուրախ ենք քո տան մեջ, որովհետև Տիրոջ տան մեջ է ուրախությունը, Տիրոջ տան մեջ է խաղաղությունը, Տիրոջ տան մեջ է լույսը, սերը։ Վայելեք, սիրելիներ ջան, վայելեք, ձեր հոր տան մեջ եք դուք, վայելեք, փառավորեք իր սուրբ անունը։ Հիսուսն արժանի է, Հիսուսն արժանի է, փառքի, պատվի, գոհության, ու թող փառավորվի Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին։ Ու գոհանում եմ Տերես հզոր փառաբանության համար, որ հիմա այսենց քո ներկայությունը տարածվել է, ու յուրաքանչյուրս մտել ենք քո սուրբ ներկայության մեջ ու վայելում ենք։ Տեր, դու ապրում ես մեր երկրպագության, մեր փառաբանության մեջ, ու քո սիրտը ուրախանում է, որ մենք սրտանց ենք փառաբանում, սրտանց ենք երկրպագում, սրտանց ենք օրնում, այնինչ անում ենք սրտանց ենք անում։ Փառք ես, Տեր, փառավորվես ու ընդուներես ծափերը։ Դու արժանի ես, Տեր, դու արժանի ես, ուրախացեք սիրելիներս, Տերը այստեղ է, իր ներկայությունը այստեղ է, ինքը հիմա գործ է անում, յուրաքանչյուրիդ հետ մենակ տվեք ձեր սիրտը, տվեք ձեր միտքը, հավատք ունեցեք, մի փոքր հավատք ու կտենաք ինչ կանի Տերը, փառավորվի Տերը, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ, Տեր ջան, բերում եմ քո սուրբ գայի առաջ այս կարիքները, նորից ու նորից փառավորում եմ քո սուրբ անունը։ Սիրելիս, ես հավատում եմ, որ դուք ինչ գրել եք հավատքով եք գրել։ Եթե հավատք չունենաք, Տիրոջից բան չեք առնի, որտեղ մենք հավատում ենք, որ Տերը կա, Տերը կենդանի է, ու ինչ խնդրենք կառնենք Իրանից, ու թող փառավորվի Տերը, զորավոր մեր Աստվածը Տեր, քո սուրբ գայի առաջ եմ բերում ու ասում եմ, Տեր ջան, այնինչ գրել են, եւ ով ինչ չի գրել, սիրելիներս չեք հասցրել, հավատացեք, Աստված ձեր սրտերի Տերն է, ձեր մտքերի Տերն է, չընկճվեք, որ չեք գրել, Աստված լսում է, հիմա լսում է, քո խոսքը բերանդ բաց ու խոսա իր հետ, ասա քո կարիքի մասին, ինքը լսում է, Տեր ջան, բերում եմ բոլոր այս կարիքները քո սուրբ աչքի առաջ Տեր, ու ես հավատում եմ, ով ինչ գրել է հավատքով ու կառնի քեզանից, որովհետև երբ որ դու գնացիր խաչ, վերցրեցիր այս բոլոր կարիքները, Հիսուս, գնացիր խաչ, մեռար, հարություն առար, ու մեզ կյանք տվիր ավելիով, մենք հիմա կյանքի Աստծու հետ ապրում ենք, ու քո Սուրբ Հոգին մեր մեջ է, ես օրհնում եմ յուրաքանչյուրին, ու ես տարօրում եմ այն օձերի կարիճների գլուխը, որ հիվանդության տեսքով են գալիս, մեղքի տեսքով են գալիս, տկարության տեսքով են գալիս, անհավատության տեսքով են գալիս, դուք պարտված եք յուրաքանչյուրի կյանքում, ամեն ֆինանսական դժվարությունների տեսքով եք գալի, ամեն բան վճարված է խաչի վրա, Հիսուսս հաղթել է այս կարիքները, հավատացեք, վերցրեք, ապրեք, վստահեք ու մի օր վկայելու եք անպայման, փառավորվի Տերը, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, փառք քեզ Տեր, փառք քեզ համար, ներկայա Տերը, սիրելիներս, ներկայա փակեք ձեր աչքերը ամեն րոպե, ես խնդրում եմ աչքերը փակ վայելեք Տիրոջը, կզգաք ոնց է գալիս կպնում, ոնց է գալիս սպվում, ոնց է գալիս բժշկում, ոնց է վերառնում ամեն կարիք, ինչ փառավոր է մեր Աստված, մենք ինչ Աստված ունենք, որը կենդանի է, որ այսօր մեզ պարգևեց ապրելու, շատերը քնան չարթնացան, եւ ով էստեղ է, դու գիտեք ինչ կան երանելի եք, գիտեք ինչ երանելի եք, սիրելիներս մեր հոր տան մեջ ենք, թող յուրաքանչյուրն ասի, մենք որ գնում ենք մեր ֆիզիկական ծնողների տունը, իմ ծնողները այլևս չկան, շատերինը չկան, շատերը կան, երիտասարդներ ինչ կան եք թրթռալով գնում ձեր պապայի տունը, մամայի տունը, ու ինչ լավ է, չէ, հառավել եւս որ մի հատ զանգում ասում եք, պապ, մամ, գալիս ենք,
Էլ ջանք չեն խնայում, սառնանում ինչ կա, որտեղ ինչ կա, թորներս են գալի, երեխեքս են գալի, մի հատ էս անեմ, մեն անեմ, հյուրասիրեմ, առավել եւս մեր հայրը, հիմա մենք այստեղ ենք կերակրվելու ու փառքասուն մեր հոգևոր մամանա մեզ կերակրելու այսօր, երկնքի հացով, դուք պատրաստ եղեք խոսքը ուտելու, ու մենք ոչ մեկս էլ մեր հորտուն չենք գնացել դատարկաձեռն, ու առավել եւս հիմա մենք եկել ենք ինչ որ բան առնելու, նաև վերցնելու, տալու, մինչև չտանք չենք վերցնի, փառք Աստծուն, վայելեք այս հովը, սիրելիներ ջան, վայելեք այստեղ, որ կամֆորտ մենք նստած ենք, վայելում ենք իրար ու վայելում ենք Աստծուն, քանի որ Աստծո հոգին մեր մեջ է, ինքը փառավոր է, ինքը զորավոր է, ինքը ամենակարող է, չէ որ գին ենք վճարես ամեն բանի համար, գին, եթե դու այսօր քո լուման գինը չվճարես, ոչ Աստծո խոսքը կուտես, Աստծո հացը երկնային որ գալիս է, ոչ կփառավորես, ոչ կերկրպագես եւ մեր հոր սիրտը չի ուրախանա, բայց որ մենք այստեղ ենք մեր հորը ուրախացնելու համար, ամեն կողման է, ինքը նենց բան արե մեր համար, նենց զոհը արե, հիմա ասենք Տեր, ինչ անեմ որ սիրտդ ուրախանա, ասում ես թանկ գին եմ վճարե, ես քեզ սիրում եմ, դու իմ զավակն ես, դու իմ բալեն ես, իմ հոգին քո մեջ է, ես քո ընկերն եմ, սերնես, գիտեք, երբ որ Ենովկը ինքը այդ ձև չէր ճանաչում ասուն, եկեք հիշենք, Ենովկը քայլում էր Աստծու հետ, այդպես քայլելով էլ ինքը գնաց, Աբրամն էլ Այն ժամանակ այս ձևի խոսքը չկար, այս ձևի տարածված չէ, Տիրոջ ընկերն էր, այսենց մանկական հավատքով, ընկերացեք ու քայլեք Տիրոջ հետ, ինչ ասեք ինքը լսում է, անհնար է, հանկարծ ու հանկարծ մտքի ծայրով չկասկածեք, որ Աստված կենդանի է, ինքը լսում է ու կատարում է, փառք Աստծուն, Երբ որ Հովկարնը զանգեց, առաջարկեց Լեն ասեց, խոսեց Տիրոջ խոսքը մեծ հաճույքով ընդունեցի, փառավորվի Տերը յուրաքանչյուրիս կյանքում, ասում եմ Հովկարնա ջան, գիտեք ինչ, չեմ կարա մերժեմ, որովհետև այն որ առաջարկվում է Տիրոջ Սարայի միջոցով ուրեմն դա Տերն է, անկախ նրանից ոնց կլինի, մենք ջանք ենք անում, աշխատում ենք, որ կարողանանք ինչ-որ մի բանով ծառայենք Աստծուն, փառավորվի Տերը, ու անմիջապես մտքիս մեջ եկավ մի հատ լավ պատմություն, որ ես շատ վաղուց էդի գրել էի, դա Տերն էր, իրոք ինքը ինձ հիշացրեց, ես հիմա ձեր հետ կբաժնեկցվեմ այս պատմությունով, ու նորից Տերը թող փառավորվի, սկսեցի պրպտել այդ գրածները շատ վաղուց ինչ գրել է ու գտա, փառք Աստծո, գտա, արտագրեցի ու ես հիմա ուզում եմ ամբողջությունը ճշմարտորեն կարդամ, որ ավելի սիրուն հաճելի մատուցվի։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, պատրաստեք ձեր սրտերը ու սիրով լսեք ու քաղաքեն, թե Տերը ինչքան է մեզ սիրում։ Ինչքան է մեզ սիրում, որ մենք իրա զավակն ենք, իրա տաճարն ենք, փառք Աստծուն։ Ու վերնագիրը ամբողջությամբ նրանը։ Այ հիմա սենց մտորի, ամբողջությամբ մենք Տիրոջն ենք պատկանում։ Մի հատ խորը մտածի, ինչ լավ բան է, չէ։ Դա մեր հոգին շունչը, մարմինը իրանն է, ինքն է մեր Տերը, փառք Տիրոջը։ Ծովափնյա քաղաքում մի տղա էր ապրում։ Նա հմուտ եւ խելացի փորագրիչ էր եւ իր համար փայտից մի փոքրիկ նավակ պատրաստեց։ Երբ տղան նավակը դրեց ալիքների վրա, այն իրոք սկսեց լողալ։ Մի օր նա իջավ ծովափ եւ իր նավակը դրեց ծովափի ալիքներին։ Սակայն մակընթացությունը փոխվեց եւ իր նավակը քշեց դեպի ծովի խորքերը։ Իսկ ինքը չկարողացավ հետ բերել այն, այսպիսով նա տուն վերադարձավ առանց իր նավակի։ Երբ քամին ու մակընթացությունը կրկին փոխվեցին, նավակը կրկին լողաց դեպի ափը։ Ծովափին քայլող մի մարդ գտավ նավակը, վերցրեց այն եւ տեսավ, որ գեղեցիկ գործ է։ Նա նավակը տարավ տեղի խանութներից մեկը եւ վաճառեց։ Խանութպանը մաքրեց նավակը եւ դրեց
պատվանդանի ցուցափեղկին եւ վրան անցկացրեց գինը $35։ Դուք պատկերացնում եք, ես sense մտածում եմ, դա շատ վաղուց պատմություն է ու երևի $35 այն ժամանակ բավականին գումար է եղել։ Փառքասուն։ Որը ժամանակ անց տղան անցնում էր խանութի մոտով եւ ցուցափեղկից ներս նայելով տեսավ իր նավակը, որը վաճառվում էր $35։ Նա գիտեր, որ այնուամենայնիվ ոչ մի կերպ չէր կարող ապացուցել, որ նավակը իրանն է։ Եթե նա ուզում էր իր նավակը, ապա միայն մեկ ճանապարհ կար՝ ետ գնել այն։ Նա գործի անցավ, կատարելով տարբեր աշխատանքներ, որպիսի վաստակի իր նավակը եւ իր նավակի գումարը։ Հենց որ հավաքեց ամբողջ գումարը, գնաց խանութ եւ ասաց. Ես ուզում եմ գնել այս նավակը։ Նա վճարեց գումարը, երբ նավակը իր ձեռքում էր, դուրս եկավ խանութից, կանգ առավ մայթեզրին։ Տղան նավակը սեղմեց իր կրծքին եւ ասաց. Հիմա դու իմն ես, ես քեզ պատրաստեցի եւ գնեցի։ Սա է փրկությունը, նախ Տերը ստեղծեց մեզ, սակայն մենք հայտնվեցինք սատանայի ստրկության շուկայում։ Հետո նա գնեց մեզ, մենք կրկին նրանն ենք, հասկանում ես, թե որքան արժեքավոր ես դու Տիրոջ համար։ Մի բա քեզ պատկերացրու այդ նավակի փոխարեն։ Լավ պատկերացրես, սիրելիներս, նավակի փոխարեն։ Գուցե դա քեզ անբավարար է, անարժան է, դու քեզ անբավարար եւ անարժան ես համարում։ Կասկածում ես, որ Աստված հետաքրքրված է քեզանով, ուղղակի փորձիր հասկանալ, որ դու այդ նավակն ես, Տիրոջ ձեռքերում, եւ նա հիմա ասում է քեզ, հիմա Տերը ասում է քեզ, սիրելիս, հիմա դու իմն ես, ես քեզ ստեղծեցի եւ գնեցի քեզ, դու իմ սեփականությունն ես, դու ամբողջությամբ իմն ես, փառք Աստծուն, ինչպիսի Տեր ունենք մենք։ Սա համեմատություն գնաց այս պատմությունը, իրոք շատ գեղեցիկ պատմություն է, շատ սրտիս կպած ու միշտ ասենք, իրոք կարելի է մտածել, էլի։ Այն ինչ որ ստեղծել է, Աստված մեզ ստեղծել է, մեր որովայնում արդեն ինքը գիտեր, մեր մազերի համրանքը գիտի, առավել եւս հիմա։ Սիրելիս, դուք ճիշտ տեղում եք, ճիշտ վայրում եք, Աստված ձեզ սիրում է, Սուրբ Հոգին էստեղ է, Սուրբ Հոգին կատարում է ամեն բան։ Դաժե դու եթե հիմա չզգասել, ին քո խորը մտածելով ու լռելով ու լսելով ինքը գործանում, ու կզգաս իր հպումը, իր այն գուրգուրանքը, իր փարվելը քեզ, ինչքան հաճելի է ապրել Տիրոջ հետ, Տիրոջ մեջ ու փառավորել իր սուրբ ու պատվական անունը։ Փառք Աստծո։ Սիրելիներ ջան, մեր կյանքը ամբողջությամբ վկայություն է, եթե ուշադիր լինենք, կյանքի բնագավառում չկա մի այնպիսի ոլորտ, որտեղ Աստծո գործը, եթե ուշադիր լինես, ինքը առաջ ունի։ Միայն հավատք ունենաս, վստահ ես Աստծուն, իր հետ ապրես, վայելես իր ներկայությունը, վստահես, հնազանդվես, սիրես իրան ու կատարես իր այն ինչ որ ինքը ասում է քեզ։ Փառավորվի Տերը, իր խոսքը, այո եւ ամենա։ Աստվածաշունչը շատ հզոր խոսք է, ու ամեն խոսքը, այո եւ ամենա։ Ապրեք դրա մեջ ու կտեսնեք։ Գիտեք, տարեսկզբին մեր կյանքում այսպիսի բան եղավ մեր ընտանիքում։ Իմ աղջիկը Փեսան էստեղ էին, մենք տարանք օդանավական ճանապարհ դրեցինք նոր տարուց հետո, եկանք ուրեմն պարկել ենք պիտի քնենք լուսադեմա դեռ չքնած մի հատ անենց պայթյունի ձայն եկավ չեք պատկերացնի ոնց ենք վեր դրել մենք էլ դե մենակ ենք ամուսիններով գիտեք բոլորդ էլ երկուսով ելնենք ու չենք հասկանում ինչա բայց հոսանքները մեկ է տեսնենք չկա հոսանք գնաց ու բավականին վնաս տվեց այդ ժամանակ այդ տատանումները հոսանքի ու մեր տան մեջ համ հեռուստացույցները եւ այլ
դե ինչ անենք, փառք Աստծո մեր հարազատ եղբայր կա, որ մեր հետ միշտ մոտ ընտանիքով կապված մեր բալեկն են։ Շնորհակալ եմ։ Մեր եղբայրը այցելեց, եկավ, միասին մտածեցինք բան ու որոշեցինք գնանք էլեկտրոցանց եւ դիմում գրենք։ Իհարկե մի պահ կասկածին գնում ենք այն հին սովետի բաներով, էլի։ Ես գիտեք, առավել եւս մեր տարիքի փառք Աստծո, որ երիտասարդ կար մեր հետ, որ ինքը ուղղություն ցույց տվեց ու մեզ էլ ուղղորդեց գնացինք, մի խոսքով դիմումը գրեցինք, բան եկանք, բայց էլի ասում Աստված գիտի թե երբ կլինի այդ էլի բան, բայց այդ դիմումի մեջ մի հատ sense բան արեցի, մեր մի հերոստացույցը կայծակներ խփե, այդ էլ գրեցինք, ասենք երկու հերոստացույց է, բայց էլի կայծակներ խփելի, Տերը ամեն դեպքում Տիրոջ հայտնի է, խոստովան, փառք Աստծո, ու տենց եկանք տուն, մեկ էլ Երևանից մի հատ լավ մասնագետի ուղարկեցին, եկավ մեր հերոստացույցներ երկուսն էլ սիրուն, սարքեց, նենց էլ լավ աշխատմա տվեց, հետներ գրեց, ինչ կա անես բանը, ջահի, լամպշկիքա բանը, ինչ կա, լրիվ գրեց այդ մարտկոսները մեր հեռախոսների բանի, գրեց գնաց, ասեց սա կներկայացնեմ, հիմա ես չգիտեմ ինչ կանեն, ինչ են ան, դե հեռուստացույցները սարկվա, Տիրոջը տղամարդիկ շատ են ուրախանում, որ հեռուստացույցը կա, ու փառք Աստծո յուրաքանչյուրի համար, ու մեկ էլ անցավ մի 10-15 օր, մեկ էլ զանգեցին էլեկտրոցան, բա գիտեք ասում ա, գնացեք բանկ, դուք փոխհատուցում ունեք ստանալու, Կարնոս ասում փողել են ուղարկե փառք Աստծո, գիտեք, որ մտածում է սա օրնություն, չի, հա, վնաս տվեց ատան, գող եկավ գողանալու, թալանելու և այլ, բայց Աստված եկավ ու ասեց իմ զավակներին ես չեմ թողի տխրեն, փառք Տիրոջը, շնորհակալ եմ ասուն ամեն բանի համար, գոհանում ենք Տեր իրոք, դա քո փառքն է, շնորհակալ եմ Տեր ջան, փառավորվես դու, ու հիմա մի խոսք էլ կարդամ Տիրոջ խոսքից, Կորինթացիներից 9, 7 և 10-րդ խոսքը։ Ամեն մեկը, ինչպես որ սրտի հոժարությամբ կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով, որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին։ Գիտեք ինչ, Աստված սիրում է ուրախ, գիտեք հոգու պտուղա, խաղաղություն, ուրախությունը, դա Սուրբ հոգու պտուղներն է, որ ամեն ժամանակ մեր մեջ լինի, ինքը սիրում է, ինքը ուրախ է, որ զավակը ուրախ է, ով չի սիրում, որ տեսնում ես մեկին զգում ես ուրախ է, գիտեք բոլորիս կյանքում այնպիսի բաներ է լինում, անցնում իրավիճակներ, բայց Աստված, որ ունենք, Սուրբ հոգի ունենք մեր մեջ, մեզ ուրախություն տվողը ինքն է, ու ինքը ուզում է, որ ինչ անենք ուրախությամբ ու ցնծությամբ անեմ, որտև Աստված ասում է ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է, այ հիմա կճաշակենք, հետո նորից կշարունակվի այդ ճաշակելը, մենք կուտենք այդ հաց ու կտեսնենք ինչքան քաղցր է, չկա խոսք, որ մեր օգուտի համար չասվի, փառավորվի Տերը, և երանելի այն մարդը, որ հուսացած է նրան, փառք Աստծուն, փառք Տիրոջը, և նորից Կորինթացիներին վերադառնամ 10-րդ խոսքը, բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում, և հաց կերակուրի համար, նա կպարգևե ձեր սերմունքը և կաճեցնե ձեր արդարության պտուղը, փառք Աստծուն, սերմի համար, որ հիմա դու քո ձեռքը պահել ես ու ցանելու ես Տիրոջ դաշտում, գիտեք ինչքան լավ է հոր դաշտում, ծնողի դաշտում ցանելը, առատապես կհնձեք, նաև ձեր երկրային ծնողներին, սիրելի երիտասարդներ, ձեր մեջ դրեք, Աստծո խոսքը ասում է պատվիր ծնողիդ, եթե դու քո ծնողին պատվես վաղ միսօր բումերանգա, արժանի կլինես փառքի պատվի ու գոհության ու թող Տերը փառավորվի, որովհետև առանց Տիրոջ մենք ոչինչ ենք։ Սերմի նկատմամբ շատ ուշադիր եղեք, խոսքը հենց սերմն է։ Գիտեք իմ մեծերը, ես որ ամուսնացա, կեսուրս կեսրած կային փառավորվի Աստված իրոք այդ ընտանիքում, որ ես գնացի, շնորհակալ եմ Աստծուն, փառք Աստծուն են հարգանքը պատվի որ իրանք ունեն, եւ նաեւ իրանք ամեն տարի սերմ էին վերցնում։
Ինձ այնքան հետաքրքիր, ես գյուղում չեմ ապրել, ես չեմ էլ պատկերացրել թե դա ինչ է։ Հիմիկվա ջայրներն չեն պատկերացնի, որտեվ հիմա վաճառվում է սերմը։ Գնա, ինչ ուզում ես մշակված արդեն ամեն ինչով գնիր, ամեն ինչով, բայց այն ժամանակ ամեն մեկը ինքն էր այդ սերմը իր հավաքում, հələ մի բան էլ ավել պահում էր հարևանը կուզեր կտար, կեսուրս ասում է, գուքան կուզեն բալաջան, մեկին կտանք լավություն կանենք, ինքը բաժնեկցում էր սերմը։ Ինչքան գեղեցիկ բան է, չէ, դաժե տոպրակներն եմ հիշում, ասում էր, այ արի գրի ինչի սերմա, ես գրող դնողն էի տոպրակի մեջ, ու իրանք գուրգուրանքով, խնամքով պահում էին, փառավորվի Աստված, իմացեք ձեր սերմը, այնքան խնամքով Աստված վերցնում է, ու ինքը վարձահատույց լինող Աստված է, ինքը աճեցնող ու տվող, բարգավաճող Աստված է, ու մեկ էլ վախեցեք Տերիցը, ով նրա սուրբ էր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Վախեցեք, հարգեք, պատվեք, սիրեք ձեր Տիրոջը, փառավորվի Տերը։ Ալելույա, ամեն, 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 փառք Աստծուն։ Ամենակարողի շուքի տակ է հանգչում, ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին հուսացած է։ Բարձրյալից անցկոցի տակ տնանք հողը, ամենակարողին շուքի տակ է հանգչում, ես կասեմ Տիրոջը, իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին հուսացած է։ Նա փրկեց ինձ մահից, գործողի Շարբան չի մոտենա, նրա թևերին ապահովել և վստահ, ինչ շարբան չի մոտենա, նա փրկեց ինձ մահից, գործողի որոտայթից, ինչ շարբան
նա փրկեց ինձ մահից, որսողի որոգայթից, ինձ շատ բան չի մոտենա, նրա թևերի տակ ապահովել և վստահ, ինձ շատ բան չի մոտենա, նա փրկեց ինձ մահից, որսողի որոգայթից, ինձ շատ բան չի մոտենա, նրա թևերի տակ ապահովել և վստահ, ինձ շատ բան չի մոտենա։ Հալելույա մեր Աստված։ Մեզ շար բան չի մոտենա, որովհետև մենք Տեր ունենք, մեր Աստված ունենք, և մենք բնակվում ենք բարձրալի ծածկոցի տակ։ Երկրում չկա ուրիշ ոչ մի ապահով տեղ։ Քո եկեղեցին է միայն մեր Տեր։ Շնորհակալ ենք մեր Աստված։ Հալելույա, ամեն։ Փառք, պատիվ Տիրոջ, ամեն։ Հալելույա։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, նստեք Աստծո քաղցր ներկայության մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Այո, ամեն օր դա նվեր է Աստծուց։ Ամեն նոր օրը դա նվեր է Աստծուց։ Գիտեք, բաներ կա մեր կյանքում, որ դարել են սովորական։ Այո, թվում այդպես էլ պետքա լիներ։ Բայց գիտես, եթե խորում ենք Աստծո խոսքը, եթե մտածում ենք խոսքի վրա, մենք հասկանում ենք, որ ամեն բարի բան դա Տիրոջից է։ Եվ միայն Տերը կարա դա թույլ տա մեր կյանքում։ Ամեն։ Փառք Աստծո։ Հալելույա։ Այն ամեն ինչից, որ ես ուզում եմ, ինչի մասին ուզում եմ այսօր խոսեմ, ձեր հետ կիսվեմ։ Ճիշտ է, Լենա քուրը սենց լավ, պոզիտիվ, բարձր տրամադրությունով սկսեց մեր ծառայությունը խոսքի, ես մի քիչ կտխրացնեմ, բայց ես հավատում եմ, որ դա տանում է մեզ դեպի ապաշխարություն։ Ամեն։ Փառք Աստծո։ Հալելույա, այն ինչով որ ուզում եմ կիսվեմ, այսօր շատ տարածված է մարդկանց մեջ։ Եվ խոսքն էլ է դրա մասին ասում վերջի օրերի մասին։ Եվ գիտեք, շփվելով շատ ծառայողների հետ, հոգևոր, նաև հասկանում ես, որ այդ նույն իրավիճակը դա թափանցել է եկեղեցի։ Ցավոք։ Եվ այսօրվա մեր թեմայի վերնագիրը երբ է գալիս անտարբերությունը։ Ամեն։ Երբ է գալիս անտարբերությունը։ Եվ անցնելով խոսքին ուզում եմ միած սենց սաղմանում տամ անտարբերության։ Ինչն է անտարբերությունը։ Անտարբերությունը դա մի հոգեվիճակ է, երբ մարդը չի ցուցաբերում հետաքրքրություն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ։ Ամեն։ Պարզա։ Գիտես, անտարբերության կա տարբեր տեսակներ։ Մարդիկ կարան լինեն անտարբեր շրջապատի նկատմամբ, ինչ-որ իրադարձությունների նկատմամբ, ընտանիքի անդամների նկատմամբ, բայց մենք այսօր կխոսենք հոգևոր անտարբերության մասին։ Քանի որ մենք հոգևոր ենք, ամեն, մենք պետք է խոսենք հոգևոր անտարբերության մասին։ Եվ անտարբերությունը դա հոգևոր հիվանդություններից մեկն է։ Անտարբերությունը ինքը չի առաջանում սենց մեկ օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում։ Գիտես, ամեն ինչ սկսվում է մի
փոքր երևույթից։ Ամեն։ Մի փոքր երևույթից ասած։ Չի լինում տենց, որ դու քնեցիր, արթնացար եւ անտարբեր ես։ Եվ հիմնական դա լինում է ոնց մտքերի միջոցով։ Գալիս են տարբեր մտքեր, սեր, մենք մի քիչ առաջ սերմի մասին ենք լսել։ Սերմի պես իրանք մտնում են մեր մտքերի մեջ։ Եվ միայն մենք կարող ենք թույլ տանք այդ սերմերը աճեն կամ ոչ։ Թույլ տանք, որ իրանք արմատ գցեն, թե ոչ։ Գիտեք, Աստվածաշունչը ճիշտ է, գիրք է։ Մենք տեսնում ենք որպես գիրք, հիմա շատերի մոտ հեռախոսի մեջ է։ Աստվածաշունչը գիրք է, բայց Աստվածաշունչը ինքը նաև Աստծո ձայնն է այս աշխարհում։ Աստծո ձայնն է։ Եվ գիտես, այդ ձայնը ինքը մեզ մեկ մխիթարում է, մեկ բարձրացնում է, մեկ հանդիմանում է։ Ամեն։ Ես երեք հարց տվեցի, ով է սիրում հանդիմանություն։ Փառք Տիրոջը։ Այո, կան մարդիկ, որ սիրում են։ Ճիշտ է, մեր անձը այնքան էլ շատ չի սիրում, հաճելի չի։ Բայց հանդիմանությունը դա տանում է դեպի փրկություն։ Աստծո հանդիմանությունը։ Ամեն։ Ինքը չի գալի, որ քեզ գցի, կոտրի, հիասթափեցնի, նա գալիս է, որպեսի քեզ նորոգի, բարձրացնի, բժշկի, որպեսի դու չմոլորվես, որ ես չմոլորվեմ։ Ամեն։ Դա է նպատակը Աստծո ձայնին։ Եվ գիտես, եթե մարդը ինքը դադարում է լսել Աստծո ձայնը, Աստծո խոսքը, այսինքն լինում է անտարբեր, ինքը կորցնում է հոգևոր զգայունությունը։ Իսկ դա շատ կարևոր է հոգևորի կյանքում։ Իսկ Աստված ոնց է վիրաբերվում անտարբերության։ Եկեք խոսքով նայենք։ Հայտնություն 3-րդ գլուխ 14-ից 18 խոսքերը։ Եվ Լաուդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում ամենը, հավատարիմ եւ ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Օ թե ցուրտ լիներ կամ տաք, ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը, որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ եւ մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվար եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Ամեն։ Ես ուզում եմ ուշադրությունը ուղղեմ 16 խոսքի վրա, ուրեմն որովհետեւ գաղջ ես կամ շատ ժամանակ ասում ենք գոլ ես, հա? Ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանից։ Ամեն։ Գիտեք, այս գաղջ վիճակը, գոլ վիճակը, ինքը հենց անտարբերությունն է։ Ամեն։ Հենց անտարբերությունն է, որ քեզ այլևս էլ չի հետաքրքրում, այն ամենը ինչ որ կապված է Տիրոջ հետ։
Եթե մարդը ասում է ես հավատում եմ Աստծուն, բայց մերժում է խոսքը, չի նազանվում խոսքին։ Գիտես, մենք համարձակ կարող ենք ասել, որ այդ մարդը գտնվում է հոգևոր անտարբերության մեջ։ Որովհետև խոսքը նաև ասում է, որ հավատքը պետք է ունենա գործեր։ Ամեն որ գործերը, այն գործերը, որոնք փառավորում են Աստծուն։ Այն գործերը, որը օգնում են մեզ լինել ճշմարիտ քրիստոնյա։ Ամեն գործեր պետք է ունենանք։ Քիչ է ասել հավատում եմ։ Դա պետք է երևա մեր կյանքից, մեր բարերից, մեր գործերից, մեր քայլերից։ Գիտեք, մեկ օր աշակերտները Քրիստոսին հարց տվեցին վերջի օրերի նշանների մասին։ Ավետարաններում գրված է, բայց մենք կկարդանք կոնկրետ Մատթեոս ավետարանում։ Մատթեոս ավետարան 24 գլուխ, եկեք բացենք։ Նշանների մասին գրված է 3-ից 13 համարներում, բայց մենք կկարդանք 12 խոսքը։ Եվ անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կսարչի։ Այսինքն սիրո սարեցումը դա նույնպես անտարբերությունն է։ Ամեն։ Գիտեք, երկինք երկիրը կանցնի, բայց Տիրոջ խոսքը չի անցնի։ Եթե դու դեռ կասկածում ես մեկ կամ մտածում ես, դե երևի իմ դեպքում դա չի աշխատի, գիտես, երկինք ու երկիրը կանցնի, բայց Տիրոջ խոսքը չի անցնի։ Եկեք չփորձենք Տիրոջը։ Եկեք հնազանդ ընդունենք այն, ինչ որ Տերը այսօր ասում է։ Ամեն։ Եթե ուզում ենք լինենք փրկված, հաջողակ, հոգևոր մարդիկ, ուրեմն մենք պետք է ուշադրություն դարձնենք խոսքին։ Մի հայտնի ռուս գրող Անտոն Չեխովը անտարբերության մասին մի հրաշալի սաղմանում տվեց։ Ինքը ասեց. անտարբերությունը հոգու կատվածահարությունն է, վաղաժամ մահ։ Անտարբերության մասին։ Եվ գիտեք, այո, անտարբերությունը դա հոգևոր մեռած մարդու նշանը։ Եվ Հիսուսը հենց Հիսուսը ասում էր նման մարդկանց մասին, որ իրանք մեռած են։ Դրա մասին գրված է Ղուկաս ավետարանում։ Եկեք բացենք Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 59-ից 60 խոսքը։ Մի ուրիշին էլ ասեց. իմ ետևից եկ։ Եվ նա ասեց. Տեր, հրաման տուր, որ գնամ առաջ իմ հորը թաղեմ։ Հիսուսը նրան ասեց. թող մեռելները իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա Աստծո արքայությունը քարոզիր։ Համարձակ խոսքեր են։ Ամեն։ Համարձակ, դա միայն Հիսուսը կարող ասեր։ Թող մեռելները մեռելներին թաղեն։ Ես չգիտեմ ոնց մենք կարձագանքենք այդ խոսքերին, թող ոչ ոք գլուխ չգովա, ես այդպես չէի վարվի։ Տար Աստված։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ կա մի պատմություն, դա գրված է Երեմիա գրքի մեջ։ Հրեաստանում կար մի թագավոր Հովակիմ անունով, որը թագավորում էր մոտավորապես 609-ից մինչև 598 թվականը։ Իր հայրը Հովսյա եղել է շատ բարեպաշտ մարդ, բարեպաշտ թագավոր,
բայց իր որդին իրապես չէր։ Հովակիմ թագավորը իր հոր լրիվ հակապատկերն էր։ Եվ Աստված որոշեց Երեմիա մարգարեի միջոցով խոսք ուղարկեր այդ թագավորին, որ նա լսի, որոշում կայացնի եւ ապաշխարի, ետ կանգնի իր մեղքերից։ Եկեք բացենք Երեմիայի գիրքը 36 գլուխ 20-ից 24 խոսքը։ Խոսքը փոխանցում են թագավորին եւ տեսեք ոնց է վարվում այդ թագավորը այդ խոսքի հետ։ Եվ նրանք եկան սրահը թագավորի մոտ, բայց Տոմսը, այսինքն այդ թուղթը, որի վրա գրված էր, այդ ուղերձը, բայց Տոմսը պահ տվին դպիր Եղիասամայի սենյակում եւ բոլոր խոսքերը պատմեցին թագավորի ականջին։ Եվ թագավորը ուղարկեց Հուդիին, որ առնի Տոմսը, եւ նա արավ նրան դպիր Եղիասամայի սենյակից եւ Հուդին կարդաց նրան թագավորի ականջին եւ բոլոր իշխանների ականջին, որ կանգնել էին թագավորի կշտին։ Եվ թագավորը կենում էր ձմեռատանը 9-րդ ամսումը եւ կրակարանը վարված էր նրա առաջին։ Եվ եղավ, երբ Հուդին կարդաց 3 եւ 4 էջ, նա կտրեց, այսինքն թագավորը, նա կտրեց նրան դպրի դանակով եւ գցեց կրակը, որ կրակարանում էր, մինչև որ բոլոր Տոմսը վերջացավ, կրակարանումն եղով կրակի վրա։ Եվ չզարուրեցան եւ չպատարեցին իրենց հանդերձները, ոչ թագավորը եւ ոչ նրա բոլոր ծառաները, որ լսում են այս բոլոր խոսքերը, այսինքն ոչ մի ձև չխանգարեցին, փորձ չարեցին, թույլ չտալու, որ այդ թագավորը նման բան անի։ Պատկերացնում եք խոսքը, որ Աստված ուղարկեց իրեն, ինչպիսի վիրաբերմունք խոսքի նկատմամբ։ Սենց մի ձևի սենց նստած, հաճույքով, կտրեց այդ խոսքը, այդ թուղթը, որի վրա գրված էր, եւ գցեց կրակի մեջ։ Մի սարսափելի անտարբերության օրինակ։ Ամեն։ Գիտեք, այս թագավորի համար դա շանս էր։ Ապաշխարության։ Աստված ինքը ողորմած է։ Ամեն։ Ով գիտի, որ Տերը ողորմած է։ Տերը բարի է։ Գիտես, մարդը, եթե մարդուն մի թեթև ցավացնես, մարդը, չգիտեմ, անգամ վերջի էլ անեցքներով, էլ գործերով կարա ցավացնի, պատասխանի։ Աստված ինքը մարդու պես չի։ Աստված ամեն ժամանակ թույլ է տալիս հնարավորություն, շանս, որպեսզի մենք հետ կանգնենք։ Եթե կա մեր կյանքում մեղք, եթե կա մեր կյանքում անտարբերություն, որպեսզի մենք ապաշխարենք եւ նորովի սկսենք ծառայել եւ հավատալ։ Մեր Աստված ողորմած Աստված է։ Նա սիրո Աստված է։ Նրա կամքն է, որ դու ապրես, որ դու բարգավաճես, որ դու լինես առողջ, օրհնված։ Բայց գիտես, Աստվածաշնչի մեջ շատ տեղերում լինում է այսպիսի բառ՝ եթե լսես, եթե հնազանդվես, ամեն, եթե ընդունես, այդ եթեները մենք պետքա պահենք։ Ամեն, ոչ թե աչք փակենք, դե դա իմ համար չի, ոչ։ Կան պայմաններ։ Եվ մենք
իրավունք չունենք դա անարգենք։ Այս թագավորի կյանքում կար հնարավորություն ապաշխարության, բայց նա անարգեց խոսքը, որը ուղարկվել է իրեն։ Եվ գիտեք, դուք հիմա մենք ամբողջ պատմությունը չենք կարդա, բայց խորհուրդ կտամ, որ դուք կարդաք այդ թագավորի մասին պատմություն։ Գիտեք, դա այդ անտարբերության մեղքը ինքը նաև դուր է բացում ուրիշ մեղքերի համար։ Եվ գրված Աստվածաշնչում, որ այդ թագավորը նաև ինչպիսին է եղել, ինքը եղել է հպարտ, մարդկանց նկատմամբ անարդար, շահասեր, ժողովրդին ճնշող, անմեղ արյուն թափող։ Այս ամենից Աստված զզվում է։ Ամեն։ Գիտեք, մի փոքր մեղք ինքը բացում է դուր, որպեսի մյուս մեղքերը շարանով կան։ Դրա համար շատ կարևոր է, որպեսի մենք ճիշտ ժամանակին սթափվենք եւ արթնանանք։ Ուզում եմ խոսել պատճառների մասին, որոնք բերում են հոգևոր անտարբերության։ Այդ պատճառները շատ են, ավելի շատ են, բայց ես ընտրեցի 3 պատճառ։ Առաջի պատճառը մեղքի պատճառով։ Դա կարող է լինի վիրավորանք, չներում, նախանց, եւ մեղքը, որը մենք չենք խոստովանում, որը մենք չենք ապաշխարում, գիտեք, մեր սրտերը սկսում են քարանալ։ Մարդը, որ 1, 2, 3 դրա մեջ է, գիտես, արդեն ինքը էլ չի կարող լսի հոգու ձայնը, որովհետև կարծրանում է սիրտը եւ ինքը չի կարող լսի Տիրոջ ձայնը։ Մարդը հեռանում է ճշմարտությունից, քանի որ նա բացահայտում է նրա կյանքը։ Ամեն։ Գիտեք, Աստծո խոսքը լույս է։ Երբ որ գալիս է Աստծո խոսքը, գալիս է լույսը, խավարը փախնում է։ Խավարը այլևս չի կարող լինի։ Ամեն։ Եվ բնականաբար մարդը, որը ապրում է այդ մեղքի մեջ, ինքը փորձում է հեռու մնալ։ Այդ մեղքը իրան հեռացնում է։ Եկեք բացենք Եբրայեցիս 3-րդ գլուխ։ Եբրայեցիս 3-րդ գլուխ եւ կարդանք 13 խոսքը։ Այլ իրար հորդորեցեք ամեն մեկ օր, քանի որ այսօր է ասվում, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով։ Ամեն։ Չդառնանք մեղքի գերին։ Ինչի մասին ենք խոսում։ Անտարբերության։ Երկրորդ պատճառը, որը նույնպես բերում այդ հոգևոր անտարբերության մեջ մարդկանց, հոգսերի շատությունը։ Հոգսերը։ Գիտեք, այսօր այդքան շատ բան է առաջարկում աշխարհը։ Տարիներ առաջ ուրիշ էր։ Մեծ սերունդը կհամաձայնվի իմ հետ։ Այսօր այնքան շատ բաներ է առաջարկում աշխարհը, եւ մարդիկ դառնում են շատ ավելի ցանկասեր։ Ամեն։ Գրված է, որ վերջի օրերում մարդիկ կլինեն ավելի շատ ցանկասեր, քան աստվածասեր։ Հոգս ընտանիքի մասին, տան համար, ֆինանս, աշխատանք, գիտեք, ու այդ հոգսերը այդքան են շատանում, որ Տիրոջ համար այլևս էլ տեղ չի մնում։ Բայց ինչ ասեց Հիսուսը։ Հիսուսը ասեց կայսրինը տվեք կայսրին եւ Աստծունը տվեք Աստծուն։ Ամեն։ Թող երբեք մեր կյանքում չլինի այսպիսի վիճակ, որ հոգսերը այնքան խեղդեն, որ տեղ չտանք Աստծուն։
Թող երբեք ոչ մի հոգս չլինի լրացված Աստծո հաշվին, Աստծո ժամանակի հաշվին, ամեն, դա շատ կարևոր է, եկեք բացենք Մատթեոս ավետարան 13:22-ը, Եվ փշերի մեջ սերմացը նա է, որ խոսքը լսում է, եւ այս աշխարհի հոգսերը եւ հարստության խաբեբայությունը խեղդում են այն խոսքը եւ անպատուղ է լինում։ Ամեն։ Լսելով չենք լսում, որովհետեւ միտքը այնքան ծանրաբերված է հոգսերով, Հիսուս ասեց, ձեր բոլոր հոգսերը ինձ տվեք։ Կասես հիմա ինչ, ոչ մի բան չանենք, չաշխատենք, բա մեր հոգսերի մասին ով կմտածի։ Իհարկե պետք է մտածենք հոգսերի մասին, քանի ստեղ երկրի վրա ենք, հոգսերը կան եւ մենք պետք է այդ հոգսերի համար մտածենք, աշխատենք, ամեն, բայց չպետք է տանջվենք, չպետք է մոռանանք, որ կա մեկը, Եվ դա մեր Աստվածն է, ամեն, որ հոգ է տանում մեզ համար։ Մենք ամուր հզոր թիկունք ունենք, որ աշխարհը չունի։ Ամեն։ Երրորդ պատճառը սովորության պատճառով։ Գիտեք, ամեն մեկի կյանքում կան լավ սովորություններ եւ վատ սովորություն։ Համաձայն եք։ Ճիշտ է, եկեղեցի գալը դա շատ լավ սովորություն է։ Կարդալ խոսքը դա լավ սովորություն է, աղոթելը դա լավ սովորություն է։ Շատ լավ սովորություններ են։ Գիտես, բայց երբ որ դու գալիս ես եւ ասում ես դե ուղղակի գալիչկայի համար ես դու այստեղ։ Մտածում ես, որ դու արդեն ամեն բան գիտես։ Էլ ինչ նոր բան դու պետք է լսես, գիտես ասեմ, խոսքը Աստծո խոսքը նա չի փոխվում, նա նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան, նույն խոսքն է, բայց թարմ նոր հայտնություններով, ամեն, գիտեք մեկ երբ որ նայում են, որ մարդիկ ինչքան են անտարբեր, գալիս են ծառայության, պատրաստ են զբաղվել տարբեր բաներով, բացի նրանից, որ ականջ տնեն եւ լսեն, ինչա խոսվում այստեղից։ Զգուշ եղեք։ Ձեր մեջ արդեն այդ անտարբերությունը կա։ Եթե դու մտածում ես, որ դու ամեն ինչ գիտես, եւ նոր բանի կարիք չունես, եւ նորը ընդհանրապես էլ չկա, դու շատ սխալվում ես։ Երբեք մի դարձրու սովորություն։ Արի ամեն ժամանակ բաց սրտով եւ բաց մտքով։ Ամեն։ Որովհետեւ Աստված ինքը ամեն ժամանակ ունի ինչ որ նոր հայտնություն, ինչ որ նոր օրհնություն իմ եւ քեզ համար։ Ամեն։ Լսել եք այդ խոսքը, Փարթիրոջը։ Այսպիսի խոսք կար, ասում ամենալավ հավաքույթը ծառայությունը, այն ծառայությունն է, որին դու ներկա չէիր։ Ինչ որ բան դու բաց թողեցիր։ Ամեն, ինչ որ հայտնություն, ինչ որ օրհնություն, խոսք Աստծոց։ Դրա համար երբեք անտարբեր մի եղեք։ Գիտեք, այս մի քանի ժամ, որ մենք ստեղ ենք, դա շատ թանկ բան է։ Շատ թանկ բան է, դրա համար եկեք գնահատենք, եկեք անտարբեր չլինենք այն ամենին, ինչ որ կապված է Տիրոջ հետ։ Լինի դա աղոթք, լինի դա խոսքի ծառայություն, դա ամեն բան շատ կարևոր է։ Ամեն։ Թող չլինի մեր համար ծառայությունը, գիտեք, սենց գալիչկայի համար։ Դե երկնքում արդեն գալիչկա դրված է, Աստված տեսել է, ես ներկա եմ, Տեր ջան, դե ես ներկա եմ։ Մի քիչ ստեղ կխոսեմ ծառայության ժամանակ, մի քիչ ստեղ կխոսեմ,
Մեջի երեխու հետ կխաղամ։ Բրծավ ծառայությունը վերջ։ Իսկ ինչ վերցրեցիր դու այդ ծառայությունից։ Եկեք բացենք վերջի տեղը հայտնություն։ Երկրորդ գլուխ 1-ից 5 խոսքերը։ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրիր։ Սա է ասում այն 7 աստղերն իր աջ ձեռքում ունեցողը, որ 7 ոսկի ճրակակալների մեջ ման է գալիս։ Գիտեմ քո գործերը եւ քո աշխատությունը եւ քո համբերությունը, եւ որ չարերին չես կարողանում համբերել։ Եվ փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևավում եւ չեն, եւ գտար, որ սուտ են։ Եվ նեղություններ կրեցիր, եւ համբերություն ունես, եւ իմ անունի համար աշխատեցիր, եւ չթուլացար, բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջի սերը թողել ես։ Ինչն ես թողել։ Առաջի սերը։ Սերը գնում է, մնում է ինչ։ Անտարբերություն, դատարկություն, զերո։ Շատ վտանգավոր վիճակ։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա։ Հիշում եք այն, որ նորես ապաշխարը, կրակոտ, 7 օր էլ շաբաթվա մեջ ծառայությունա, դու 7 օրն էլ ներկա ես։ Ամեն։ Վասում ես, անում ես, գործում ես։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա։ Ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ, եւ քո ճրակակալը կշարժեմ իր տեղիցը, եթե չապաշխարես։ Ամեն։ Ինչ պետք է անենք։ Ապաշխարենք։ Ամեն։ Գիտեք, այն առաջի սերը ինքը շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Այսպիսի արտահայտություն կա։ Սմա կրակի մեջ միշտ պետք է փայտ գցել, որ կրակը չմարի։ Գիտեք, որպեսի ով է ուզում հզոր հավատք ունենա։ Հավատքը ոնց է գալիս։ Լսելով։ Իսկ ոնց է երևում մեր կյանքում։ Ամեն։ Եկեք, եթե ուզում ենք, որ մեր հավատքը ինքը հզոր հավատք լինի, աղոթես երկինքը բաց լինի, աղոթես եւ երկնային հայրը լսի եւ պատասխանի։ Գիտես, երբեք մի ինքի անտարբերության մեջ։ Ուշ հավաքի, ոտի կանգնի, որոշիր։ Ես պետքա գնամ փառքից փառք եւ հավատքից հավատք։ Ով կթուլանա, ես չեմ թուլանա։ Ամեն։ Կապ չունի քանի տարվա դու հոգևոր ես։ Միևնույնը, դու Տիրոջ կարիք ունես։ Կապ չունի ինչքան դու գիտես։ Քանի հոգևոր դպրոցներ ես Աստվածաշնչյան ավարտել։ Քանի Աստվածաշնչյան դիպլոմներ դու ունես։ Ամեն օր դու Տիրոջ կարիք ունես։ Ամեն։ Դրա համար փառք Տիրոջը։ Դրա համար շատ կարևոր է, որ գիտես, երբեք ուշ չի ապաշխարել։ Երբեք ուշ չի թեքվել դեպի Աստված եւ ասել Տեր, ների ողորմի ինձ իմ անտարբերության համար։ Ես ապաշխարում եմ եւ խնդրում եմ լցրու ինձ քո նոր յուղով, քո նոր ուծությամբ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի, որպեսի մենք քայլենք խոսքի մեջ, որ եթե անգամ ընկել ենք դրա մեջ, ապաշխարենք եւ Աստված դուրս կհանի։ Հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, հոգևոր մայր։
ոնց Լենան ասեց, Տերոցի օրտնի Փարկասով շատ առողջ միտք, խոսք, սիրելիներս կարին են խոսում է, ես հասկանում եմ, որ սա շատ կարևոր է, նաև գիտեք ինչ եմ հասկանում, որ ես քանի ժամանակ ես մի քիչ գործ ունեմ բիզնես անող մարդկանց հետ, ու մեծ բիզնեսներ, մեծ փողեր, այսինքն լոգիստիկ ընկերություններ, մեքենաներ, տեղափոխումներ, մեքենա վաճառողներ Չինաստանից եւ այլ, ես ասում եմ, Տեր ջան, ես ինչ լուրջ մարդիկ են, ինչ լուրջ փողեր հետ գործ ունեն, ու ինչքան զբաղված են իրանք, ու երբեմն զգում եմ, որ մենք էլ զբաղվում ենք մի բանով ու տանում է, աշխարհը տանում է, փողը տանում է, գործը տանում է, ու շատ հետաքրքիր է հենց այդտեղ, որ դու չմոլորվես։ Մենք խոսում ենք, այստեղ մի հատ ուրիշ աշխարհ է եկեղեցու մեջ, բայց երբ որ մտնում ես մի հատ ուրիշ գործերի, ուրիշ բիզնեսների, ֆինանսների, աշխատանքների մեջ, մի հատ ուրիշ աշխարհ է, եւ այդ աշխարհում չկա Աստված, մամոնայի աշխարհը։ Հենց այստեղ է հարցը, որ դու քեզ կարողանաս պահես Աստծո հետ։ Ամեն։ Անտարբերությունը սկսվում է հենց այդտեղ, որ դու չես հասկանում, որ այս կյանքի ամենակարևոր բանը դա Աստված է։ Ոչ թե փողը լավ բան է, փառք ասում փողի համար, եւ թող ֆինանսները կան ամեն բարի գործի համար։ Բայց եթե փողը դառնում է քո համար ամենակարևորը եւ ուշադիրը, այ հենց այդտեղ դու կորցնում ես Աստծուն եւ կորցնում ես ամեն ինչ։ Փողերն էլ ես կորցնել, որովհետև դևերը, թեև դու եթե չես հասկանում, բայց դևերն ու սատանան լավ են հասկանում իրանց անելիքը։ Իրանք մտնում են քո կյանքը արդեն։ Թեև սկզբից պսպղուն սիրուն բաներ են ցույց տալի, դու տարվում ես դրանով, քո համար դառնում է կարևորությունը նա, Աստծուն էլ նենց բան, սենց մտքեր է գալի, դե ինչ կա տեղ, պարզամտություն, պարզություն, ինչ կա տեղ, հələ նայ ժողովրդի վիճակը, ժողովրդի պարզ, հասարակ, ժողովուրդ, մտքեր, դևերը մտքեր են տալի։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Մտքեր են տա, խոսում են քո հետ ամեն օր, դևերը։ Եվ այդ ժամանակ լինում է անտարբերություն քո սրտում։ Տեսեք, Հռոմեացիս 1:21 ասում է, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին։ Տեսեք, մարդիկ գալիս են եկեղեցի, Աստծուն ճանաչել են, գիտեն Աստված կա, գիտեն, որ աղոթքներին պատասխանում է, հրաշքներ անում, բայց Աստծուն Աստծո պես չեն փառավորում։ Ձեռը հետ ստից մտից գալի նստում, լսում, թողում գնում են, բայց իրանց ուղեղը ուշադրությունը լրիվ ուրիշ բաների վրա է։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Լրիվ ուրիշ տեղ է ուղեղն ու ուշադրությունը։ Ասեմ ձեզ, որտեղ որ ձեր ուշադրությունն է, այնտեղ ձեր հավատքն է։ Հենց այդ է ձեր հավատքը, որտեղ ձեր ուշադրությունն է։ Ուշադրությունը ձեր ֆինանսի, բիզնեսի, փողերի, չգիտեմ ինչերի վրա է, հենց քո սիրտը տեղ է։ Դրա համար է Հիսուսը ասում, որտեղ ձեր գանձերն, այնտեղ ձեր սիրտը կլինի։ Անտարբերությունը սկսվում է այդտեղ, թե դու ինչին ես կարևորություն տալի քո կյանքում։ Օրինակ ես հասկացա, որ Աստված կա, եւ ես որոշեցի Աստծուն սիրել, եւ իմ Աստված ինձ օգնեց, որ իրեն սիրեմ։ Իմ որոշումը դեռ քիչ էր։ Ես խնդրի Տեր, օգնի ինձ սիրեմ, ես ուզում եմ մինչև վերջ քո հետևից գամ։ Բայց ես ուզում եմ նաեւ լավ ապրեմ, Տեր։ Տիրոջ հետ խնդրում եմ օրհնի իմ գործը, ինձ աշխատանք տու եւ այլ։ Տերը էլ արեց, տվեց։ Բայց այնց ըլնի, որ իմ գործը առաջ չլնի քեզանից։ Իմ ուշադրությունը իմ գործերի վրա չլնի առաջնակարգ։ Այլ իմ ուշադրությունը առաջնակարգ քո վրա լինի։ Հասկացաք տարբերությունը։ Հետո նոր մնացածը, փառք ասեն մնացածի համար։ Ամեն։ Եվ այդ ժամանակ Աստված արդեն քեզ ամեն բան դնում է հունի մեջ։ Օրինակ ես մարդիկ գիտեմ, նայում եմ, հենց մեր եկեղեցուց էլ։ Գալի նստում եմ, բայց իրանց ուշադրությունը ուրիշ տեղ է, ուրիշ բաներ, գործեր, բիզնեսներ եւ այլ։ Այստեղ ձեռի հետ են։ Գիտես ինչ են ձեռի հետ։ Չեն էլ կարևորում Աստծո խոսքը։ Անտարբերությունը սկսվում է այնտեղից, երբ որ քո համար Աստծո խոսքը կարևոր չի։ Դու չես մտածում դրա վրա։
Տեսեք խոսքը, որովհետև Աստծուն ճանաչելով, մարդիկ տեսնում են Աստծո փառքը, զգում են, տեսնում են իրենց աղոթքների պատասխանը։ Հենց տեղ ես դու պարտվում, սիրելիս, որովհետև ճակերտավոր իմաստուն ես դարել, դու քո ճանապարհները սիրուն գծում ես, որպես խելացի մարդ։ Ու մեկը ներսից քեզ օգնում է, որպես քո ընկեր։ Սիրուն լավ խրատներ է տալի հակառակ Աստծո խոսքին։ Քո օգտին է խրատը տալի։ Հենց ստեղ դու ընկնում ես։ Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո պես չփառավորեցին։ Աստված փառավորում է, երբ որ դու նվիրվում ես Աստծուն եւ քո ուշադրությունը Աստծո վրա է, Աստծո խոսքի վրա։ Ամեն։ Այլ իրենց մտքերում ունայնացան, որովհետև շատ շուստրի են, շատ խելացի են։ Հո նրանց նման հարիվ չեն։ Իրանք շատ առանձնահատուկ խելացի են։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Բայց իտոգում հիմար են, հիմարացած են, սատանայի կողմից հիմարացված են, դրա համար են տենց խելացի, որովհետև աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծո առաջ, իսկ Աստծո իմաստությունը աշխարհի համար է հիմարություն, ով է կարդացել առաջի Կորինթացիս թղթերի մեջ, ուրեմն այս խոսքը շարունակվում է 28 խոսքում, Եվ ինչպես չընտրեցին Աստծուն ունենալ իրենց գիտության մեջ, Աստված մատնեց նրանց անարգ մտքերի, որ անարժան բաներ գործեն, որոնք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությունով, լիքը նախանձով, մարդասպանությունով, կռվով, նենգությունով, չարաբարությունով։ Հենց այստեղ խոսքը ասում է, ինչպես հարգելիս եւ սիրելիս չուզեցար Աստծուն ունենալ այստեղ, որովհետեւ մտածիր, խիտ տղամարդը նստում գիրք է կարդում, կամ էլ Աստծո խոսքի վրա ինչ մտածեմ, դա ինձ ինչ է տալի։ Տղա ես մեր հատ նորմալ բաների վրա մտածի տեսել ինչ ես անում, փող աշխատես, կարիերա սարքես, տուն տեղդ պահես, ինչ Աստծո խոսք, ինչ հասկանում ես սատանեն այսպես գալի մտնում մարդկանց ուղեղը ու սկսում է խառնել։ Ու մարդիկ իրանք մտածում են դες խելացի եմ, ջոկում եմ, գիտեմ ինչ անեմ, ոնց հենց այդտեղ իրանք սիրտը խավարվում է, ուզում են Աստծուն հավատան, չի ստացվում։ Աղոթում են, սիրում են Աստծուն, գոհանում, փառավորում, չի ստացվում, սիրտը սառած է։ Որովհետև մտքերը խառնվեց իրար։ Այստեղ իրանք մտածեն, որ դա կարևոր չի։ Առաջի սերը կարնեմ որ կարդաց, դա առաջի պատվիրանքն է։ Երբ որ մարդու կյանքում առաջի պատվիրանքը սատանային հաջողվում է վերցնել եւ փոխարենը դնել գոնե երկրորդ պատվիրանքը, վերջ պատվիրանքի տեղը փոխվեց։ Ամեն բան քո կյանքում սկսում է փոխվել։ Ամեն բան, հաջողությունը հեռանում է։ Ուրեմն ժամանակ առ ժամանակ ես իմ մոտ եմ զգացել, որ լինում է անտարբերություն, լինում է ասես բաներ, կյանքը ապրում ես, ինչ որ դու ես Հավատացյալ եղեք, զորացեք, հենց այնպես մեր կյանքում բան չի լինում, ամեն ինչ լինում է մեր հավատքով, մեր աղոթքներով, մեր պատերազմներով, ամեն, թե չամեն, ամեն, փառք Հիսուսին, Տեր օրհնի ձեզ, հալելույա, դրա համար ուշադրությունը թող լինի Աստված, Աստծո խոսքը, Առաջի պատվիրանը եւ այդ անտարբերությունը քանդի քո սրտից, հեռացրու Հիսուսի անունով։ Անհավատների կյանքում ես այդ պատմությունը խի պատմեցի։ Անհավատների կյանքում այտենց հակառակություններ չկան։ Հավատացյալների կյանքում լիքը հակառակություն կա, որովհետեւ սատանա կա քաղաքում, երկրում։ Իսկ նա քեզ ճանաչում է։ Եթե դու նրա գլուխը չտրորես, ինքն է գալու քո գլուխը տրորի։ Ավելի լավ չէ դու նրա գլուխը տրորես, խափանես ու քայլես առաջ։ Դրա համար ուշադրությունը դարձրու Աստծո խոսքը, արթնացի, զորացի, պատերազմի առաջ գնա։ Հիսուսի անունով որդում ենք ամեն մեկիդ կյանքը։ Առաջ Հիսուսի անունով որդված ժողովուրդ ենք հռչակում։ Ամեն։ Եկեք աղոթենք, գոհանանք Աստծուց եւ ավարտենք մեր ծառայությունը։
Հալելույա Տեր, փառավոր Հիսուս, խոնարհվում ենք քո առաջ եւ այսօր նորից ասում ենք քեզ շնորհակալություն, գոհություն, փառք, պատիվ քեզ Տեր, որ դու քո ժողովրդի մեջ ես, որ դու քո ժողովրդի հետ ես, որ մեզ սովորեցնում ես բարին, հաճելին, կատարյալը։ Փառավոր Աստված, ես աղոթում եմ այսօր, որպեսզի քո ժողովրդի միջից վերցնես Տեր ամեն անտարբերությունը, Հիսուս Քրիստոսի անով ամեն հիասթափություն, հոգնածություն, թող ամեն խավար բան հեռանա քո ժողովրդի սրտից եւ մտքից Տեր, թող քո ժողովուրդը ինչպես կարդացի քեզ ճանաչելով ասուն Աստծո պես փառավորեն եւ շնորհակալ լինեն Տեր ջան, որպեսզի նրանց մտքերը չունայնանա եւ դրա պատճառով չընկնեն խավարի մեջ Տեր, փառավոր Տեր ազատագրի այսօր, իմաստություն տուր քո ժողովրդին, թող քո ժողովուրդը հավատքով լցվի, որ նրանք հասկանան, որ ինչ որ գրված է Աստվածաշնչում, դա շատ կարևոր է եւ շատ իրական եւ ամեն բանից ավելի կարևոր է այս աշխարհում։ Օծիր քո ժողովրդին հասկանալու, որ իրականում չարը գոյություն ունի եւ որև ամեն օր խոսում է նրանց մտքերի մեջ, որպեսզի նրանց դարձնի անհավատ կամ ասուն ճանաչող, բայց ասուն չփառավորող, եւ որոնք չեն ուզում, որ իրենց մտքերը նորոգվի Աստծո խոսքով, դրա համար էլ իրենց մտքերը պղծվում եւ ընկնում են անեծքի մեջ։ Հիսուսի անով ես աղոթում եմ, որ Աստծո իմաստությունը գա այսօր Տեր քո ժողովրդի մեջ, թող արտանան, թող զորանան, թող լցվեն հոգով, թող նվիրվեն քեզ, սիրեն քեզ, առաջի պատվիրանքը եւ լինեն օրհնված Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Սիրելի բարեկամներ, ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաք Արմավիրում եւ քաղաք Մեծամորում գործում են կյանքի խոսք եկեղեցիները։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ միանալ մեր ծառայություններին եւ անցկացնել օրհնված ժամանակ Աստծո ներկայության մեջ։ Քաղաք Մեծամորում ծառայությունները անցկացվում են ամեն երեքշաբթի եւ շաբաթ օրերին։ Երեքշաբթի 19:30-ին անցկացվում է աղոթքի եւ երկրպագության ծառայություն։ Իսկ շաբաթ օրը 19:30-ին տեղի է ունենում եկեղեցական հավաք, որտեղ միասին փառաբանում ենք Տիրոջը եւ լսում Աստծո խոսքը։ Արմավիր քաղաքում ծառայությունները նույնպես ակտիվ են։ Ամեն չորեքշաբթի 19:30-ից անցկացվում է փառաբանության եւ աղոթքի երեկո։ Իսկ Կիրակի օրը 12:00-ին տեղի է ունենում Կիրակնօրյա ծառայությունը։ Նույնպես եկեղեցում գործում են մանկական, պատանեկան եւ երիտասարդական ծառայություններ, որոնց մասին տեղեկություններ ստանալու համար հետևեք մեր Instagram-ի եւ Telegram-յան ալիքներին։ Նաև ունենք խմբակներ Արմավիր մարզի տարբեր գյուղերում։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապնվել մեզ հետ։ Սիրով սպասում ենք ձեզ միասին աղոթելու, երկրպագելու եւ հոգեորապես զորանալու համար։ Եկեք եւ զգացեք Աստծո սերն ու ներկայությունը մեզ հետ։